Սիրելի հայրենակիցներ, մի իրավիճակի եմ ուզում անդրադառնալ, որոշ իրենց ընդդիմադիր կոչող ուժերի կողմից եւ նաեւ ցույց տալ, թե որն է մեր տարբերությունը այդ ուժերից, այդ թվում, երբ որ մենք ընդդիմադիր ենք։ Ուրեմն, երբ որ մենք ընդդիմադիր ենք եւ Հայաստանի տարածքի վրա, զինված ուժերի վրա, հակառակորդի գործողությունների արդյունքում մենք զոհեր ենք ունենում դժբախտաբար կամ այլ տեսակի ժամանակավոր կամ մշտական կորուստներ, մենք երբեք մեզ թույլ չենք տալիս այդ ամենում մեղադրել մեր պետությանը, մեր զինված ուժերին, մեր զինվորներին, ի հակառակ դրա հենց որևէ մի միջադեպ է լինում, որոշ իրենց ընդդիմադիր կոչող ուժեր, ընդդիմադիր հորժորջող, բայց իրականում հակապետական ուժեր, սկսում են իրենց ձեռքերը տաքացնել այդ կրակի վրա։ Ուրեմն ԱԱԾ-ն գիտեք, որ հայտարարություն է տարածել մեր երկու երիտասարդների մոլորվելու վերաբերյալ, որոնք հայտնվել են Ադրբեջանի տարածքում եւ ըստ էության ադրբեջանական ուժերը իրենց հսկողության տակ են վերցրել, ուղիղ այնպես, ինչպես մենք կանեինք, եթե մեր տարածքում հայտնվեին ադրբեջանցիներ մոլորված կամ այլ հանգամանքներից ելնելով։ Ու նման դեպքեր եղել են եւ մեր ծառայությունները հիմա բանակցում են գործողություններ իրականացնում Ադրբեջանի ծառայությունները, որպեսզի մեր երիտասարդներին արագ վերադարձնեն։ Եվ իրենց այդ ընդդիմադիր հորժորջող, հատկապես այդ ապրելու երկիր կոչվող կուսակցության որոշ ներկայացուցիչներ այնպես են ներկայացնում իրավիճակը, այտենց ինֆորմացիոն տերորի շրջանակներում, որ Ադրբեջանը Արավաս գյուղում գերեվարել է երկու մեր քաղաքացիների, կարծես թե ադրբեջանցիները մտել են գյուղ եւ գողացել են նրանց։ Այնինչ եղել է դժբախտաբար, բայց հակառակը, այսինքն իհարկե դժբախտաբար է դա տեղի ունեցել եւ ոչ ինչ որ մեկի միտումի արդյունքում, բայց դա եղել է մոլորվելու արդյունքում։ Եվ այս ուժերին պետություն պետք չի, որտեղ այս ամեն ինչը արվում է պետության հիմքերը խարխրելու, պետական ինստիտուտների, սահմանապահների, բանակի նկատմամբ վստահությունը խարխրելու համար, իրենց պետք չի անկախ եւ սուվերեն պետությունից պետք է Թաթարստան, որ իրանք էլ կարգվեն այդ Թաթարստանի գեներալ գուբերնատոր եւ երջանիկ ապրեն։ Ես մեր երիտասարդներին ցանկանում եմ արագ վերադարձ իրենց տուն, իսկ այս ուժերին եւ այդ առանձնյակներին, այդ ուժերի մոտալուտ քաղաքական վախճան եմ ցանկանում։ Շնորհակալություն։